Պարոն Սարգսյան, կխնդրեմ մի քանի խոսքով դուք ներկայացնեք նաև ինչ եք այսօր եկել այստեղ, ինչ խնդիր պետք է բարձրացնենք քաղաքապետարանի։ Ճիշտ ասած մենք խնդրից վաղուց ենք տեղյակ եւ մեկ անգամ էլ հնչեցրել ենք հավաքանունիստերի ժամանակ եւ նաեւ տեղյակ ենք, որ որոշակի գրագրություն կա կրթության նախարարություն, տարածքային կառավարում, քաղաքապետարան եւ չի գտնվել մի պատասխանատու մարմին, որը կստանձներ որոշակի շատ կոնկրետ պատասխանատվություն երեխաների հետ կապված իրենց տեղաշարժի խնդիրը լուծելու։ Մեր այցի նպատակը հետապնդում տեղում ծանոթանալ պայմաններին, երեխաների թվին, դպրոցի ղեկավարության տեսակետներին ու խնդրի արդիականությունը ավելի, այսպես ասենք, առաջի ձեռքից ձեզ լսելու, ձեր կարծիքը, ձեր դժվարությունները, ձեր պահանջները, որպեսզի թե վաղը սպասվելիք հավաքանունիստի ժամանակ, թե առհասարակ հետագա գործունեության մեջ մենք կարողանանք առաջնորդության կարգով այնպես անել, որ գոնե առաջիկա ուսումնական տարում այդ խնդիրը ինչ որ մի լուծում ստանա, որտեղ ակնհայտ է, որ սա շատ սպეციფიկ որոշակի առանձնահատկություն ունի, սոսկ ինչ որ սոցիալական հարց չի, ինչ որ ուղղակի ինչ որ մի կրթօջախի բարձրացրած հարց չի, սա շատ զգայուն, հա, եւ որպես հասարակություն մեր առողջ հասարակություն լինելու մեր ինդիկատորն է սա, մենք որքանով ենք կարեկից, որքանով ենք սոցիալապես պատասխանատու, ինտեգրված, հաշվետու, հա, եւ որքանով ենք նաեւ, չգիտեմ, մեր քրիստոնեական արժեքներին հավատարիմ եւ հաղորդակից։ Այդ առումով կուզենայինք ձեզ լսել, խնդրեմ նկարագրեք ընդհանուր ստեղծված իրավիճակը հակիրճ։ Քանի երեխա դպրոցում սովորում, ինչ խնդիրներ կան բացի տրանսպորտից ու առհասարակ հակիրճ նկարագրեք ինչա կատարվում եւ ինչ ակնկալիքներ կան թե համայնքից թե պետությունից։ Ասենք ասեմ ընդհանուր թվերի մասին ճիշտ կլինի երևի տնօրենության հետ։ Այո։ Նաև իրանք այդ տվյալները կտան մեր հիմնական այսօրվա հանդիպման նպատակն է մեր տրանսպորտի լուծումը, որտեղ դա մեր առաջին խնդիրն է։ Հիմնականում դա, որտեղ խնդիրներ բացի սրանից բնականաբար շատ կան, հատկապես հաշմանդամ երեխաների համար ամենուր Հայաստանով ամենուր մենք ունենք խնդիրներ, ամեն մի քայլափոխին մենք ունենք խնդիրներ, չընդունելու, չնկատելու, շատ, բայց դա հանրությունից է գալիս արդեն։ Դրան չանդրադառնանք, մեր բուն թեման է այսօր ուղղակի տրանսպորտային հարց է լուծել, որտեղ այս հարցը իմ բալիկը արդեն 6 տարի է հաճախում է այս դպրոց։ Մենք 6 տարի այդ խնդիրը ունենք։ Մենք փորձել ենք լուծել այդ հարցը գրավոր, հա, դուք էլ տեղյակ եք բնականաբար, դա առաջին մեր դիմումը չի, շատ ակտիվ եղավ անցյալ տարվա հոկտեմբերից մեր Մարիամի դիմելը։ Դրանից առաջ մեր ծնողների ուժերով, դպրոցի ուժերով նույնպես դիմել են նախարարություն աջակցության համար, բայց լուծում չենք ստացել։ Ես որքան գիտեմ, ինչ որ ասացիք, հին ավտոբուս եղել է, որը շարքից ինչ որ դուրս է։ Ինքը միջև հիմա էլ աշխատում է, ունենք 2 գազեր, մեկը ավելի քիչ է փչանում, քան մյուսը։ Բայց շաբաթներով մենք կարող ենք ունենալ մի ուղղության գազեր։ Իսկ մեկը վարքային խնդիր ունի, չեմ կարող ամեն անգամ Սովորաբար 2 երթուղի է աշխատում։ 2 երթուղի է աշխատում, մի քանի ոնց որ սմենով, հա, հերթափոխով, հա, իրանք բերում են ու Աստորեն եթե ինչ-որ մեկը չի աշխատում, այսինքն 2 տենց հերթափոխ ուղակի չի գալիս։ Չէ, այսինքն արդեն իսկ կա երթուղի, ինչ որ նոր բան գծելու կարիք չկա։ Չէ, միայն ուղղակի Եվ մեծ ռեսուրսների մասին չի խոսքը, ընդհանրապես եղած շարժակազմը թարմացնել, որ ավելի եւ նաեւ հարմարեցված երեխաներին։ Հա, հարմարեցված, ու մենք դա ասենք, որ դա հարմար լինի, որտեղ սայլակով երեխաներ են օգտվում, այսինքն դա հարմարեցրած լինի սայլակների, ու քանի որ գազելը ինքը փոքր է, դրա համար է նաեւ հերթափոխով գալիս, որտեղ ինքը մի քանի սայլակից ավելի չի կարող լինի։ Իսկ եթե մեծ ավտոբուս լինի, շանս կա, որ մի ուղերթով ինքը կկարողանա բոլորին բերել։ Կան, հա, տենց ավտոբուսներ մեծ, որը լրիվ համալրված են հաշմանդամության ունեցող երեխեքին ու մեծերի նույնպես, ինձ թվում է դա հարցի լուծում կլինի ու շատ ավելի շատ ծնողներ կօգտվեն, որովհետև ծնողներ կան, որ չեն օգտվում, որտեղ գազելի մարշրուտն էլ շատ, երթուղին շատ կարճ է, αγορայք ընդունելու, հիմա իրանք գցել են երկրորդ հերթ,
կարծում եմ ես չեմ կարա այդքան սպասեմ երեխուն ես պետք է կերակրեմ մի անգամ այստեղ բերեմ որտեղ այստեղ հաջորդ ժամին կերակրում են ու այդ արդեն լռանում է իրան այդ դեղերի բանը հասկանում եք ամեն ինչը սենց իրար փող կապակցված է դրա համար շատ լավ իսկ կրթության նախարարության ներկայացուցիչները ինչ բարբերականությամբ են այցելում դպրոց երևի դպրոցի տնօրինությունից այդքան հաճախ չէ ինչքանով մենք տեղյակ ենք եկել են գնահատման ինչ-որ մի հատ շրջան կար որ եկել են ստեղ տեղում գնահատել են մեր բալիկներին զրուցել են մեր հետ նաև բայց մնացած այցերի մասին կոնկրետ ես տեղյակ չեմ երևի տնօրինությունը ավելի ճիշտ եղել են ուղղակի ինչքան է բարբերաբար ինչքան հաճախ են գալիս արդյոք նստել են մեր գազելները տեսել են ինչ վիճակա թե չեմ կարող հա շատ լավ մանրամասնում ենք դուք պայմանների մասին է խոսքը հա ասեմ որ ինքը ճանապարհի կեսից է փչանում հետո օրինակ ես գործի եմ աշտարակի խճուղի պատկերացնում եք զանգում են Զեյթունում փչացել է մեքենան ես աշտարակի խճուղ երեխես արևի տակ Հիմա տեղա փչացել, հիմա չի կարա բանալի։ Երեխեն քայլելու խնդիր ունի։ Իրան չեն կարա տանեն, հետո կողքը կարող է փողոցի մեջտեղն փչացել, հասկանում եք։ Երեխեն կարող է մի ժամ մնա այդ գազելում, մինչև ես գամ հասնեմ, որտեղ ուրիշ մարդ այդ պահին չկա։ Հասկանալի։ Այդ խնդիրն է մեր մոտ էլի։ Ես նաև ուզում եմ այդ հարմարության համար, որ ասում եք, դա էլ է շատ կարևոր, որովհետև 6 տարի այն բալիկը գալիս է դպրոց ու 6 տարի միշտ միայն ես եմ բերել գրկած գազելով, որտեղ սա այդ մեր գազելը, որը որ մեզ է բերում, սայլակի հարմարություն։ Մի գազելը ունի սայլակի հնարավորություն, մյուսը չունի, որը որ մեզ է բերել, այդ գազելը չունի սայլակի հնարավորություն, իսկ ուղեկցողը ուղղակի չի կարող ինքը բացի երեխայից 10 երեխա կա ու բոլոր երեխաներն էլ անկառավարելի են, ինքը հազիվ այդ 10 երեխաներին է կառավարում, ինքը չի կարա գրկի իմ երեխային նստի այդ գազելի մեջ, մնացածին թողնի, ստիպված միակ ծնողը երևի, բայց չգիտեմ, մեր գազելում միակ ծնողն եմ, որ ես 6 տարի իմ երեխային գրկած, ես ինքս անձամբ նստել եմ այդ գազել, հասել եմ դպրոց, հետո վազել եմ 2 կոպեկ գումար աշխատեմ, աշխատանքի եմ վազել, նորից վազելով եկել եմ, որ հասցնեմ, որպեսզի նորից գազելով գրկած։ Մոտածես կազմա օրվա 3 ժամ, եթե ինքը գա, այս գա հետ գնա այդ օկամերի 3 ժամ օրվա եթե կորում է, այսինքն ինքը նաև 3 ժամ պակաս է աշխատում։ Եթե կա հացի խնդիր, այդ արդեն լուրջ խնդիր է։ Եթե խնդրանք պահանջ, եթե հնարավոր է երեխաների լավագույն շահերից բխող, սա միայն երեխաների շահի համար է։ Հարմարեցված փոխադրամիջոցներ լինեն, որպես ես բալիկները կներեք արդեն տուժված են։ Սա խղճահարություն առաջացնելու ինչ-որ խոսք չի, այս մեր բալիկներն են, իրանք մեղավոր չեն, մենք պիտի հոգ տանենք, պիտի պատասխանատու լինենք իրանց համար։ Եթե մենք պատասխանատու չլինենք, մյուս հասարակությունը արդեն իրանց չի ընդունի, բայց գիտեք ինչ կա, եկեք ընդունենք իրանց առանց բայցերի, իրանք մի մասն են այս հասարակության։ Իրանք ունեն դպրոց, որտեղ իրանց շատ լավ վերաբերվում են, հոգ են տանում։ Իրանք պարտավոր են հաճախել, որտեղ իրանք ունեն դրա կարիք, իրանք եթե չգան դուրս են մնում հասարակությունից։ Դրա համար կխնդրեինք հնարավորինս այնպիսի փոխադրամիջոցներ, անձամբ իմ տղան խնդիր չունի, ֆիզիկապես առողջ է, ուրիշ խնդիր ունի, ֆիզիկական խնդիր չունի, բայց այստեղ մենակ իմ տղայի խնդիր չի։ Իր տղան իմ տղան է, ես մերն են, բոլորը մեր բալիկներն են իրանք։ Այսի ընդհանուր է պետք չի անտարբեր լինել, խնդրում եմ, անտարբերությունը սպանում է շատ բաներ։ Խնդրում եմ եկեք օգնենք, որպես ես բալիկները ժպտան, իրանք ժպտում են, իրանք ուրախ են, որ գալիս են, իրանք կրթվում են, ու մենք չգիտենք իրանցից յուրաքանչյուրը ինչ մասնագետ կարա լինի, ինչ օգուտ կարող է տա, սայլակի վրա նստած ինքը շատ լավ մասնագիտություն կարող է ունենալ ու օգնի։ Կան սարքավորումներ, որի միջոցով իմ երեխան ունի ծանր ֆիզիկական խնդիր, բայց եթե լիներ օրինակ սարքավորում կա, թոբիա կոչվում ինքը, եթե լիներ իմ բալիկը շատ առաջ կգնար այդ սարքի միջոցով, այսինքն ինքը հայացքով այդ սարքը հաղորդակցվեր, հա, եւ ինքը բաներ կսովորեր։ Այսինքն եթե դպրոցում այդ սարքից լիներ եւ ձեր երեխան եւ այլ երեխաներ, այլ երեխաներ բոլորի համար, անգամ խոսք ունեցող երեխաները կկարողանային հաղորդակցվել այդ սարքի միջոցով։ Իհարկե մենք ավականու նիստերի ժամանակ դա կբարձրացնենք եւ փորձենք ամեն կերպ լուծում տա, բայց քանի որ այս բան իմ Facebook-յան էջով գնում է ուղիղ հեռարձակում, ես ուզում եմ ուղիղ դիմել կրթության գիտության նախարարությանը, որ քաղաքապետարանի ենթակայությամբ չի գտնվում այս հաստատությունը, բայց Երևան քաղաքում է գտնվում,
բայց չտարանջատենք, հա, միայն Երևանը։ Մեղրիից մինչև այրում բոլոր նման խնդիրները վերաբերում են բոլորիս, թողորից է մեկը սահմանափակում չդնի իրավասությունների եւ պատասխանատվության, կրթության եւ գիտության նախարարության տիկնայք եւ պարոնայք պատասխանատու գտնվեք։ Ամեն անգամ երբ որ չգիտեմ, պարկեվաճար եք ստանում, արձակուրդ եք գնում, երեկոյան գնում եք տուն, գլուխը դնում եք բարձր եւ քնում եք, պետքա, չգիտեմ, որոշակի անհարմարության զգացողություն ունենաք, որովհետեւ եթե նման խնդիրներ դուք չեք լուծում, չգիտեմ, դպրոցներ ինչ որ վերանորոգում, կրթական պլան, քննություն, բան, դրանք կներեք ով է լինի ձեր տեղը մի քիչ էս կողմ կամ այն կողմ կանի։